ունենք նաև պատճառներ, որոնք հենց այսօր սխալ տվարվող քաղաքականության արդյունքում են, օրինակ դրանցից իմ կարծիքով ամենակարևոր բաներից մեկը դա Երևանից հյուսիս գտնվող ավազե հանքերի, այսպես ասած, գործունեությունն է, որ ողջ փոշին բերում է Երևան, որտեղ Երևանի քամին հյուսիսից հարավ է, օրինակ եմ։ Հաջորդ ամենամեծ սխալ գծիկ հանցագործությունը դա Երևանի կեղտաջրերի կառավարումն է, որը գրեթե չի արվում, այսինքն ողջ Երևանի կեղտաջրերը, կենցաղային կոյուղին, առանց պատշաճ մաքրման լցվում է Հրազդան գետ, Հրազդան գետով գնում է, ոռոգում է Հարատյան դաշտի բնակավայրերը, մենք այդտեղի լոլիկը վարում գա սոնդի տեսքով հետ ենք ստանում։ Ես կարծում եմ այս երկուսը շատ մեծ, այսպես օր առաջ պետք է դրանց դեմ աշխատանք տարվի, բայց դա բնականաբար սխալ կանաչապատումը, սխալ վայրենի կառուցապատումը, այս ամեն ինչը նպաստում է, որպեսզի մենք Երևանում ունենանք բավականին վատ կլիմայական պայմաններ։ Նոր բացահայտումներ եղավ, պարզվեց, որ ձմռանը նաև ջերուցման պատճառով օդը կեղտոտվում, կարծես թե էվրի կա հայտնագործություններ, քաղաքապետը ասեց այս վերջերս, որ բնականաբար դա կա, բայց այդտեղ է նաև նորից սխալ քաղաքականության արդյունք կա, որտեղ դերևս ոչ ոք չի պատշաճ հետազոտություն արել, բայց իմ շատ, այսպես ասած, նախնական պատկերացումով անհատական ջերուցման կաթսանների արտանետումները ավելին են, քան թե կենտրոնացվածները, այսինքն պետությունը այսօր պետք է քաղաքականություն վարի, որպեսզի ստիպի նորակառույց շենքերին ունենալ որոշակի համով կենտրոնացված ջերուցում։ Բայց սրանք փոքր սխալներ են, որոնք բերում են եւ դարձնում են այն ուղղակի Երևանը բնակության համար վիշոչաբար նույնիսկ վտանգավոր։ Իսկ դրսում այդ պրակտիկան կիրառելի է այդ ջերուցման համակարգը նկատի։ Այո, այն երկրներ, որոնք ունեցել են նման համակարգը, փորձել են պահպանել, որոշ երկրներ կան այլ տեսակի էներգետիկ, այսպես ասած, պրոգրես են ունեցել, զարգացում են ունեցել, կարողացել են պահպանել, բայց դա պետք է լինի քաղաքականության մի մաս։